Արտաշես Սարգսակ փաստորեն հերթական անգամ միջնորդություն ներկայացվեց դատարան քրեական հետապնդումը դադարեցնելու այս ամբողջ իրավական գործընթացը դադարեցնելու վերաբերյալ ինչ սպասելիք ունեք վերաքննիչ դատարանից։ Դե վերաքննիչ դատարանը ի տարբերություն առաջի աջանի արդեն դատարանի տպավորություն թողնում է, քանի որ տեսնում ենք, որ հարցերին բազմակողմանի է նայում եւ անդրադառնում է պաշտպանների բերած հիմնավորումներին եւ նաեւ հարցերը տալիս դատախազներին, ինչն որ գրեթե բացառված էր եւ գոյություն չուներ առաջի աջանի դատարանում, այնտեղ ոնց որ ինչ որ ասել էին մեղադրողները ընդունվում էր որպես դոգմա, որոնք եթե դոգմա է մեղադրողի ասածը, իմաստը որն է դատարանի գոյության, եթե իրանք պետք է վերցնեն եւ մեղադրանքը համարելով դոգմա, ոչ մի կետի չանդրադառնան եւ ասեն, որ այո, ճիշտ է։ Այս պարագայում մի քիչ ավելի հուսադրող է, որովհետեւ տեսնում ենք, որ այո, դատարանը փորձում է ինչ-որ հանգամանքներ հասկանալ, հարցնել, ուղղել, ճշգրտումներ մտցնել, այդ առումով առայժմ հուսադրող է։ Հրապարակը բազմամարդ է, ինչ եք սպասում Գյումրի հրապարակ արդյոք լսվեր, թե իշխանության մերժած Գյումրին ամենավերջին չէ հնաշվեցել։ Թե մեծամասամբ չէին գնացել գյումրեցիները, բավական մեծ թիվ կազմում էր իրենց հետ բերած մարդիկ, որոնց ավտոբուսներով էին բերել։ Մարզերից էլ մարզերից էլ։ Դե չգիտեմ որտեղից են բերել, տեղեկություն չունեմ, բայց միանշանակ Գյումրիից չէին։ Գյումրիից կային մարդիկ, բայց իրենք պարզապես համերգով էին հետաքրքրված։ Կային մարդիկ, որոնց արտիստներն էին համակրում, դրա համար էին եկել, որպեսզի լսեն։ Քաղաքական ենթատեքստ գյումրեցիների, որոշ գյումրեցիների ներկայության մեջ ես չեմ տեսնում, անձամբ շփվեցի, տեսա մարդիկ, որոնք առօրյա ինչ-որ առօրյայից կտրվելու համար տեսնում են երկ է, համերգ է գալիս, անցնում գնում են։ Այս կտրվածքով է պետք ավելի շատ նայել, բայց իրականում շատ մարդիկ չէին գնացել եւ երբ ես շրջում էի, տեսնում էի, որ գյումրեցիներ շատ չկան։ Այնքան չեն, ինչքան որ միշտ եղել են ամեն համերգի ժամանակ, այդ մասնակցությունն ու այդ աժոտաժը Գյումրիում չկար գյումրեցիների կողմից։ Մակրոնին Գյումրի բերել է ինչ նպատակ է հետապնդել, ինչ-որ բան քաղաքական ակով արդյոք ուզում է ցույց տալ իշխանությունը օրինակ հրապարակ լցնել եւ այլն։ Դե երևի ուզում են պատրանք ստեղծել, որ իրենք ընդունված են, իրենց իշխանությունը խաղաղություն է բերելու, բայց այդ կարող են պատրանք ստեղծել մի քիչ մտքից տգար մարդկանց մոտ, ովքեր որ առաջնորդվում են միայն իրանց տեսածով եւ լսածով այդ պահին եւ ոչ թե ընդհանուր պատմության, ընդհանուր բովանդակության մեջ։ Այս իշխանությունը ինչ եկել է, ինքը պատերազմ է բերել, իր գալուց ընդամենը 2 տարի հետո արդեն մենք ունեցանք պատերազմ։ Եվ սա ակնհայտ թերություն է իշխանության, որովհետեւ երբ որ դիվանագետներն են պարդվում, այդ ժամանակ նոր արդեն գործը հասնում է զինվորականներին։ Զինվորականներին երբ որ գործ չի հասնում եւ պատերազմ չկա, նշանակում է դիվանագիտությունը հաջող է ընթանում, ինչ որ չափով, թեկուզ եւ կարող է գոլ լինենք, կարող է չէ, բայց ակնհայտ հաջողություն է համարվում, եթե գործը պատերազմին չի հասնում։ Իսկ հիմա այն ինչ որ ներկայացվում է որպես խաղաղություն, սա խաղաղություն չի, սա պարզապես միակողմանի զիջումներ են, երբ որ թշնամին իր պահանջներն է ներկայացնում, որի դիմաց ցանկացած ինքնասիրություն ունեցող պետություն պետք է իր բողոքը կամ իր անհամաձայնությունը հայտնել եւ միգուցե եւ նաեւ ռազմական ձևով, այս մեր պարագայում մենք ամեն զիջման գնալու ենք, նույնիսկ մեր սահմանադրությանն է միջամտում արտաքին ուժի կամ արտաքին երկրի ներկայացուցիչներ, ինչը որ բնական է անընդունելի է, մեր սահմանադրությունը, մեր մայր օրենքն է, մեր օրենքների
հիմքն է, եւ եթե որևիցե երկիր կարող է մեր առաջ պահանջ դնել սահմանադրություն փոխելու, դա նշանակում է, որ այդ երկիրը մեր իրական երկրի իրական տերը ինքն է։ Եվ իրականում ինքը զավթել է մեր երկիրը, որովհետև երկիրը զավթված է համարվում այն ժամանակ, երբ այդ երկրում գործում է այլ երկրի օրենքներ։ Ապաշես հակավակ և վերջին հարցը քաղաքացիական պայմանագրի նախընտրական ծրագրում պատեր, որը վերաբերում է եկեղեցին, պատկերպոսին կլինի ծրագիրը ծրագրի կասնստակ չեն նահանջում, աշխարհում Ինչպիսի կանխատեսում են մեկ, եթե ստացվում է, որ այս իշխանությունը վերընթրվի ամեն ջանք, միջոց, գործիքներ դնելու, որպեսզի Ես հիմա դիմում եմ մեր հայրենակիցներին եւ ասում եմ, որ այս իշխանությունը իր գործերով ինքն է իրեն արդեն հայտարարել Աստծո թշնամի, որովհետև ինքը պայքարում է ոչ թե եկեղեցականների անհատների դեմ, այլ ինքը պայքարում է Աստծո դեմ, պայքարում է Աստծո խոսքի տարածման դեմ եւ եկեղեցու դեմ պայքարը ակնհայտորեն բացահայտում է իրենց որ կողմից լինելու հանգամանքը, այսինքն իրենք Աստծո դեմ են, Աստծո թշնամի են։ Ժողովուրդը պետք է հասկանա եւ որոշի, եթե ինքը գնում է եւ ընտրում է մի իշխանության, որն որ ինքն իր գործերով իրեն հայտարարել եւ ցուցարարել է որպես Աստծո թշնամի, ինքը հագարակ է գնում Աստծուն։ Իսկ եթե հագարակ է գնում Աստծուն, պետք է ինքը պատրաստ լինի այդ պատասխանատվությունը եւ այդ հետևանքները, դառը հետևանքները կրելու, որովհետեւ ամեն բան մենք գիտենք, որ Աստծո ձեռքերում է եւ ամեն բարի բան, նաեւ խաղաղությունը միայն եւ միայն Աստծո մոտ է եւ Աստծո շնորհն է։ Եթե մենք Աստծուն դեմ ենք գնում եւ ուզում ենք խաղաղություն ունենալ, դա մի քիչ տրամաբանական չէ։ Դա անիմաստ է։